Azərbaycan Ermənistana olan yükləri Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ։ Այսօր Աստանայում Ղազախստան-Ադրբեջան միջպետական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի տարածքում աշխատանքներն ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն, նշել է Ալիևը։ Ղազախստան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Բաքուն չեղարկել է իր տարածքով Հայաստան ապրանքների տարհանման արգելքը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացած հերթական նիստի ժամանակ հրաժարվել է իր փաստաբան Ավրամ Բերմանի ծառայություններից։ Այս մասին Վարդանյանը հայտարարել է փաստաբանի հետ առանձին հանդիպումից հետո։ Վարդանյանն այդ քայլին է դիմել հայտարարելով, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատական պրոցեսի ընթացքից, հաղորդում է ադրբեջանական ապագործակալությունը։ Նույն աղբյուրի համաձայն դատարանը Վարդանյանի միջնորդությունը բավարարել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական դաշնակիցն ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլետ Բահչելին Կիպրոսի թուրքաբնակ հատվածի խորհրդարանին այսօր կոչ է արել քվեարկության դնել Թուրքիային միանալու հարցը։ Բահչելիի հայտարարությունը հնչել է Հյուսիսային Կիպրոսում կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է հույների հետ հաշտեցման կողմնակից Թուֆան Էրհուրմանը։ Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանը պետք է շտապ նիստ գումարի, չեղարկի նախագահական ընտրությունների արդյունքները եւ քվեարկի Թուրքիայի Հանրապետությանը միանալու օգտին, հայտարարել է Բահչելին։ Ուկրաինան դեռ կարող է հաղթել պատերազմում, թեև չեմ կարծում, որ դա տեղի կունենա։ Այս մասին անցած գիշեր Սպիտակ տանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև նշել է, որ շարունակում է ակտիվորեն աշխատել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Այն մարդիկ կամ ուժերը, որոնք կփորձեն խոչընդոտել այդ ջանքերին, ծանր գին կվճարեն, զգուշացրել է Թրամփը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ղեկավարների Բուդապեշտում նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Հնարավոր չէ հետաձգել մի բան, որի ժամկետները հստակեցված չեն, հայտարարել է Պեսկովը։ Նրա խոսքով նախագահներ Թրամփն ու Պուտինը հանդիպման վերաբերյալ ընդհանուր համաձայնության են եկել, սակայն այդ ամենը շատ լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջում։ Այսօր մեկնարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հնգամյա բանտարկության ժամկետը։ Նախկին նախագահն աջակիցների ուղեկցությամբ ժամանել է Փարիզի 14-րդ շրջանում գտնվող Սանտե կալանավայր, տեղափոխվելով բանտի մենախցերից մեկը։ Փարիզի առաջին ատյանի դատարանը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր էր ճանաչել սեպտեմբերի 25-ին։ Դատարանն ապացուցված էր համարել մեղադրանքը, որի համաձայն Սարկոզիի 2007 թվականի նախագահական քարոզարշավի ծախսերի մի մասը հոգացել էր Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆին։